Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր ապրիլի 2։ Որովհետև այնպես եմ դատում, որ այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատելու այն գալու փառքին հետ, որ մեզանում պիտի հայտնվի։ Հռովմայացիս 8-րդ գլուխ 18-րդ խոսք։ Սրբերի տառապանքները չեն տարածվում ժամանակի սահմաններից այն կողմ, դրանք ավելի երկար չեն տևում, քան ներկան, դրանք թեթև տառապանքներ են և տևում են ընդամենը մի ակնթարթ։ Որքանով է Աստծո խոսքի ուղերձը տարբերվում աշխարհի տեսակետից այս դարի տառապանքների վերաբերյալ։ Իրոք, ամբողջ արարչագործությունը կարծես անհամբեր սպասում է այն ժամանակին, երբ Աստծո զավակները կհայտնվեն իրենց համար պատրաստված փառքով։ Արարչագործությունը ենթակա է անմաքրությանը, աղավաղմանը և թուլությանը, որը նրան հասավ մարդու անկման պատճառով։ Արարչության մեջ մի արարածի հանդեպ մյուսի թշնամություն կա, և նրանք մարդկանց կողմից կիրառվում են, ավելի ճիշտ չարաշահվում, որպես մեղքի գործիքներ։ Սակայն այս ողբալի դրությունը, որքան էլ ծանր լինի, զուրկ չէ հույսից։ Աստված կազատի նրանց այս ստրկությունից, որում նրանց պահում է մարդկային ապականությունը։ Մարդկային տառապանքը, որը պայմանավորված է նրանց սեփական և փոխադարձ չարությամբ, վկայում է, որ աշխարհը միշտ չէ, որ այնպիսին կլինի, ինչպիսին կա։ Հոգու առաջին պտուղը ստանալը կենդանացնում է մեր ցանկությունները, զորացնում մեր հույսերը և մեծացնում մեր սպասումները։ Մեղքը եղել և մնում է Աստծո արարչագործության մեջ գոյություն ունեցող բոլոր տառապանքների պատճառը։ Այն երկրային տառապանքներ է բերել աշխարհ և բորբոքել դժոխքի բոցերը։ Ինչ վերաբերում է մարդուն, ոչ մի արցունք չի թափվել, ոչ մի հառաչանք չի արտաբերվել, ոչ մի ցավ չի զգացվել ֆիզիկական կամ մտավոր, որ չբխեր մեղքի հետևանքից։ Սակայն սա դեռ ամենը չէ։ Մեղքը պետք է դիտել նաև այն տեսանկյունից, թե ինչպես է այն դիպչում Աստծո փառքին։ Եվ ցավալին այն է, որ մարդկանց մեծ մասը այդ հարցում շատ անտարբեր է։